որտեղից եք ծանոթ։ Ես պատահական հիվանդանոց գնացել էի այցի, հիվանդատես, ու այդ պահին բերեցին 6-7 հոգի վիրավորված, ու այդ պահին միանգամից տարան վիրահատարանում կողքում կանգնած նայում էի, ու տեսա, որ 7 հոգու միանգամից մտցրին վիրահատելու։ Շատ մեծ մասսա էր հավաքված, շատ մեծ հարազատներ էին, բարեկամներ էին, ինչ էին շրջապատ, ոստիկաններն էին շատ, ու ես տեսա, որ դուրս եկան բժիշկները, անընդհատ դուրս ու ներս էին անում, ասում, որ վիճակները շատ ծանր է, շատ վատ են, չգիտենք ոնց պետք է լինի։ Հետո դուրս եկան քույրերը, ասին մեկը մահացավ։ Ու այն երեքն էլ, ասին, վիրահատելուց հետո վերջացրին, տարան ռանիմացիա, վերակենդանացում, ու ասին, որ երեքի վիճակը շատ ծայրահեղ ծանր է, երեքին էլ միջին ծայրահեղ ծանր։ Մեկի եղբայրն էր երևի, շատ վատ վիճակով հարվածում էր վիրահատարանի դռանը, խնդրում, որ ինչ-որ մի բան իմանա եղբոր մասին, այդքան մի բան։ Դուրսը տաք էր, դուրս էինք եկել փողոց։ Մեկ էլ տեսնեմ ձայներ է գալիս, կտ, ոնց որ կրիչների վրա քարեր շախտային, այտենց կրակոցների ձայներ։ Ես էլ ասեցի, ինչ էր, պայթուցիկ էր, ինչ էր, երևի միտեղ շինարարություն է գնում, պայթեցնում են, այդ կրիչների կտկտոցը գալիս էր, քարեր էր կտկտում, ինչ էր։ Այտենց մի ձայներ լսեցի, հետո շտաբօգնության ձայներ լսեցի։ Շտաբօգնության ձայներ անընդհատ գնում գալիս էին։ Բայց ձերը ո՞ր փողոցն է։ Մերը Կարապետյան փողոցն է։ Դե Աբելյան փողոցից այդքան հեռու չենք, էլի ձայները լսվում էր։